Նիկոլի երեկվա ազգային ժողովի հերթական գռեհիկ և հիստերիկ ելույթից պետք է ոչ բարկանալ, ոչ հուսահատվել, ոչ էլ առավել ևս վախենալ։ Երեկվա այդ ելույթը ուներ մի քանի պատճառ։ Առաջինը փորձում է սպառնալիքներով, շանտաժով վախեցնել հայ մարդուն, իրեն չընտրած քաղաքացիներին, շարքային քաղաքացուց մինչև քաղաքական գործիչներ, քաղաքական ուժեր, լրատվամիջոցներ, փորձելով այս ճանապարհով, բռնելով, վախեցնելով, շանտաժով ամրապնդել իր իշխանությունը, քանի որ ինքը լավ հասկանում է, որ ժողովրդի մեծամասնության աջակցությունը, չնայած այսքան կեղծիքների արտաքին միջամտության, ինքը դա այլևս վաղուց չունի։ Սա նաև սպառնալիք էր ուժային կառույցներին, դատավորներին, քննիչներին, որ եթե չկատարեք կամ չշարունակեք կատարել իմ ապօրինի հրահանգները, խնդիրներ և պրոբլեմներ եք ունենալու։ Իր իշխանությունը ամրապնդելու միակ ուղին մնացել է երկրում մեկ անձ իշխանություն հաստատելու ճանապարհը, որով փորձում է նա գնալ, իսկ նման դեպքերում բոլորս գիտենք վերջում ինչ է տեղի ունենում։ Եվ կա երկրորդ պատճառը։ Երեկվա ելույթից ամենակարևոր նախադասությունը, որ պետք է առանձնացնել, հետևյալն էր. ասաց, որ ինչը 500,000 մարդ քվեարկել է, որ Արցախի էջը փակված չէ, դա մենք թույլ չենք տալ։ Ոչ, Փաշինյան, 500,000 մարդ շատ ուղիղ ասել է քեզ, որ դու ազգային անվտանգության սպառնալիք ես, 500,000 չի թիվը, իրականում 740,000 մարդ է դա ասել, որ դու երկրի անվտանգության խնդիրները լուծել ի վիճակի չես, և շատ հստակ Փաշինյանը հասկանում է, որ ժողովուրդը իրեն մանդատ չի տվել Ադրբեջանի նոր տարածքներ զիջելու, այսպես կոչված անկլավներ հանձնելու և Ադրբեջանի պահանջով սահմանադրություն փոխելու։ Հետևաբար իր այս հիստերիկ, գռեհիկ ելույթի պատճառը այն կարծությունն է, որի առջև ինքը կանգնած է և իր խնդիրները փորձում է լուծել բռնությունների և համատարած շանտաժի ու ապօրինությունների միջոցով, որը նորից եմ կրկնում, չի ստացվելու։ Հետևաբար ընդդիմությունը պետք է ճիշտ գնահատի իրավիճակը և վստահ եմ գնահատում է ու համախմբված ուժերով, հստակ քայլերով ու ծրագրով շարունակի իր պայքարը և վստահ եմ, որ անելու ենք։ Իսկ սրա այս հիստերիային վերաբերվեք ըմբռնումով, հումորով, սառը տրամաբանությամբ և պայքարի վճռականության կամքով։ Մենք գնում ենք այս ուղով։ Առայժմ այսքան։